ռեպրեսիաների արդեն ընդհանուր եմ խոսում, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի գործի մասին հիմքում։ 3 պատճառ կա իմ կարծիքով։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ ռեպրեսիաները սկսվել են 1 տարի առաջ, 1 տարի 3 ամիս առաջ, տոտալ ռեպրեսիաները, երբ որ սկսվեց հակաեկեղեցական կամպանիան, հետո Սամվել Կարապետյանի գործ, հետո Սրբազան պայքար, արդարների գործը, հետո Միքայել եւ նաեւ Միքայել Սրբազանի թիրախավորումը, հետո լրագրողների թիրախավորում, կալանավորում, հետո դրա ամենա հավաքվելով, այսպես ծավալվելով, հետո դարձավ պարոն Ծառուկյանի այդ խայտարակ կալանավորումը օրենքի եւ բարոյականության բոլոր նորմերի խախտումներով ու շարունակվում է այդ process-ը։ Հիմա այս պահին ունենք 3 առանցքային ընդդիմադիր ուժերի 2 կալանավորված առաջնորդ, Գագիկ Ծառուկյան եւ Ռոբերտ Քոչարյան, եւ 1 այլ առաջնորդ Սամվել Կարապետյան, որ էլի կալանքի տակ, ուղղակի տնային կալանքի տակ է։ Դա էլ է կալանքի ռեժիմ։ Հնարավոր չի սա չհամարել քաղաքական մոտիվացիա ունեցող հետապնդում։ Հիմա իմ կարծիքով, որոնք են այս ռեպրեսիաների 3 հիմնական պատճառները։ Արդյոք տեղի ունեցողը քաղաքական հաշվեհարդար է։ Իհարկե քաղաքական հաշվեհարդար է, որովհետև ակնհայտորեն թիրախավորվում են իշխանության հետ անհամաձայնություն հայտնող կամ իշխանության հայտ ներկայացնող քաղաքական գործիչները։ Ընդ որում քաղաքական հաշվեհարդար է կուլակաթափության, ունեզրկման վառ արտահայտված բաղադրիչներով։ Բոլոր դեպքերում մենք տեսնում ենք կապարակնքումներ, Ծառուկյանի մոտ այդ մասսայական բնույթ գրեց, մի 70 հասցեներում միանգամից մի 7-8 հազար աշխատակից միանգամից փողոցում հայտնվեց, հիմա ավելի փոքր մասշտաբի նույն բանը տեղի ունենում Ռոբերտ Քոչարյանի պարագայում կապարակնքում են, իմիջիայլոց ինչ անում են, ասում են մենք սա անում ենք ժողովրդին վերադարձնելու, ժողովրդի բարեկեցությունը ապահովելու, թալանը հետ վերադարձնելու կարգախոսը, բայց ես մի օրինակ բերեմ։ Այն փուլում, երբ որ Արարատ ցեմենտը պետական կառավարման տակ չէր, այսինքն մուլտիգրուպի կառավարման տակ էր, ցեմենտի 1 տոննան վաճառվում էր 40,000 դրամով։ Հիմա ցեմենտի 1 տոննան դարձել է 47,000 դրամ։ Ընդամենը մի ամիս է պետական կառավարման տակ էր։ Հիմա դուք ինքներդ դատեք, ասենք ես ով է թալանում։ Այդ ժողովրդին վերադարձնում են, ժողովրդի համար ավելի ծանր պայմաններով, ճիշտ ասած, ես այդ ժողովրդին վերադարձ չեմ կարողանում պատկերացնել։ Երկրորդը, բայց արդյոք միայն քաղաքական հաշվեհարդարն է առաջնորդում Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ ոչ, կամ եթե միայն այդ մի պատճառը վերցնենք, դա շատ թերիկ կլինի։ Կա երկրորդ պատճառ։ Նիկոլ Փաշինյանը ունի արտաքին պարտավորություններ, որոնք առաջիկայում պիտի կատարի, ընդ որում այստեղ հատուկ ուզում եմ արձանագրել, որ ես այնքան մակերեսային պատկերացումներ չունեմ, որ կարծեմ, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին պարտավորությունները սահմանափակվում են միայն Ադրբեջանով կամ Թուրքիայով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության միջազգային դոնորները շատ ավելի ազդեցիկ ուժեր են, քան Ադրբեջանը եւ նույնիսկ Թուրքիան։ Ես ուզում եմ մեր ժողովուրդն իմանա, ովքեր են այդ միջազգային դոնորները։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Իսրայել, Մեծ Բրիտանիա, ահա այն շրջանակը երկրների, որոնց առջև Նիկոլ Փաշինյանը ունի արտաքին պարտավորություններ։ Ադրբեջանինը տեսանելի է։ Սահմանադրության փոփոխության պահանջ, անկլավների վերադարձ, բայց ոչ պակաս վտանգավոր է արևմտյան կենտրոնների թելադրանքով այն հակառուսական ստրիպտիզը, որին ականատես ենք։ Դա էլ ավելի մեծ փորձության եւ փորձանքի առաջ է կանգնեցնելու Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան այս ռեպրեսիաներով
փորձում է ստեղծել իր համար քաղաքական բարենպաստ միջավայր արտաքին պարտավորություններ կատարելու համար։ Այլ խոսքով, դիմադրության կենտրոնները փոշիացնում է, որպեսզի օրինակ պարլամենտում հնարավոր լինի լուծել այն 6 պակասող մանդատների հարցը։ Օրինակ եմ ասում։ Կամ եթե 6 մանդատների հարցը չի կարողանում լուծել, գլխատված ընդդիմության պարագայում չեն բացառում, օրինակ 1 տարի հետո նոր արտահերթ ընտրությունների անցկացումը։ Տարբեր տարբերակներ կան, բայց որպեսզի բարենպաստ միջավայր ստեղծվի արտաքին պարտավորությունները կատարելու համար պետք են այս ռեպրեսիաները, բայց նույնիսկ այս երկրորդ պատճառը ես ամբողջական չեմ համարում, բացատրելու համար այն ռեպրեսիաները, որ տեղի են ունենում։ Իմ կարծիքով կա երրորդ ավելի գլոբալ պատճառ, եւ այդ երրորդ պատճառը ավելի երկարաժամկետ նշանակություն ունի, քան առաջին երկուսը։ Ես տեղի ունեցող ռեպրեսիաները բացատրում եմ Հայաստանի ստրատեգիական կուրսի փոփոխությամբ։ Ակնհայտորեն Հայաստանը դուրս է բերվում ռուսական ուղեծրից, այսինքն վերանայվում են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, իսկ այդ ռազմավարական հարաբերությունները միայն միջպետական հարաբերություններով պայմանավորված չեն եղել։ Դա քաղաքական, տնտեսական, անվտանգային, սոցիալական, հանրային, մշակութային հարաբերությունների մի ամբողջ համակարգ է եղել իր ինստիտուտներով։ Հենց այդ միջավայրն է ոչնչացնում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն երկրի ստրատեգիական կուրսի փոփոխությունը անխուսափելիորեն փոխելու է նաև երկրի ներքին կառուցվածքը եւ այն համակարգը, որը տարիներ շարունակ սպասարկել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, հիմա պետք է չեզոքացվի։ Ինչին մենք ականատես ենք լինում։ Ըստ այդմ սպասեք, որ շատ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը ձևավորելու է իրեն հաճո ինստիտուտներ, օլիգարխիատ համակարգ, որը արդեն սպասարկելու է իշխանության նոր ստրատեգիական կուրսը դրանից բխող ինստիտուտներով։ Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը մի կարևոր հանգամանքի վրա սևեռեմ։ Տեսեք, Հայաստանում թիրախավորվում են խոշոր կապիտալի հայ ազգի ամենահայտնի ներկայացուցիչները՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, չէ՞, նրանք ամենամեծ ազգային կապիտալի ամենաակնառու ներկայացուցիչներն են, կարծում ստեղ վիճելու բան չկա։ Եվ զուգահեռաբար, այս մարդկանց թիրախավորմանը զուգահեռաբար ով է հայտնվում մեր լրահոսում։ 6 ամիս, 3 ամիս առաջ դուք Սոկոլով ազգանունը գիտեիք։ Հիմա Սոկոլով կա, թրիպ ընկերության տնօրեն, որը պարզվում է նաև Թեղուտի սեփականատերն է, որը պարզվում է նաև Վիվասելի սեփականատերն է։ Այսինքն կամաց ձևավորվում է այս իշխանության շուրջ բիզնես նոր միջավայր։ Հիմա նոր խաղացողներ էլ կհայտնվեն, այսինքն ազգային կապիտալը դուրս է մղվում, դա տեղում հայտնվում են աշխարհաքաղաքական այլ հետաքրքրություններ ունեցող խաղացողներ։ Սոկոլովը ճիշտ է ծնվել է Սանկտ Պետերբուրգում, բայց ազգությամբ հրեա է, ներկայումս Միացյալ Նահանգների քաղաքացի է եւ Թրամփի անմիջական շրջապատի ներկայացուցիչ։ Իսկն շատ ինձ թվում է, այս մի օրինակով շատ պարզ տեսանելի է Հայաստանում ինչա կատարվում։